Բարև ձեզ, ես Արաքելն եմ, դուք տեսնում եք ինչ հետաքրքիր հյուր ունենք այսօր, համ հյուրը, համ էլ մենք ենք հյուրության եկել, ու քանի որ մենք բոլորս հոգնել ենք քաղաքականությունից, այսօր փորձենք ամբողջությամբ լինել գրականության մեջ, որովհետև մինչև երկիրը այս վիճակի հասնելը մենք Ռուբենի հետ վաղուց պայմանավորվել էինք գրականության մասին խոսեինք լավ բարի ժամանակներ լավ բարի ժամանակները երբ որ դեռ այսքան ողբերգություններ այսքան կորիստներ չկար երկրում ու այն ժամանակ վերիվ ուրիշ գրականություն էինք մենք փորձում իրար հետ քննարկեինք եթե չեմ սխալվում կարծեմ մակեդոնացի հեղինակի նշանվեպն էին որոշ պատահական բայց փոխվեց իրավիճակը ու մենք այսօր էլի նույն գրականության մասին խոսենք, բայց ավելի մեր օրերին ավելի համահունչ գրականության մասին խոսենք։ Ես իմ համար ամենահոգեհարազատ թեման գրականության, ես նախկինում որ մտածել եմ ու խոսել եմ, ասում եմ մեր պետական բոլոր համակարգներում պետք է մարդիկ պարտադիր կարդան Նարեկացու Մատյան ողբերգությանը, ու մեկ էլ Դոստոևսկու Ոճիրը եւ պատիժը։ Երկուսի նպատակն էլ նա է եղել, որ մարդիկ հասկանան, որ ցանկացած գործողություն ինչ որ հետևանք է լինելու։ Այսինքն առանց հետևանք այս աշխարհում որևէ գործողություն չի լինում ու ցանկացած ոչտին հետևում է իր պատիժը, այսինքն բոլոր պետական համակարգում եւ ոչ պետական համակարգում աշխատող մարդիկ պետք է իմանան, որ վերևում Աստված կա, այսինքն իրենց բոլոր գործողությունները ինչ որ բան անելու։ Ռուբենը ինձ, երբ որ մենք գրագրության մեջ էինք, ինձ մի քանի այլ տարբերակ առաջադրեց, թե ինչ կարող ենք նաեւ քննարկել, բայց դե քանի որ կարտերը չբացենք, էսի դեպի բանը էքսպրոմտա մեր բանը, որևէ հարցի չենք պատրաստվել, ու Ռուբենը պնդեց, որ որևէ հարցի չքննարկենք, ավելի հաճելի լինի ու ավելի համապարփակ լինի։ Դրա համար էլ արդեն ես կփորձեմ ավելի քիչ խոսել ու տեսնենք թող Լևոնն ու Ռուբենը ներկայանան, տեսնենք իրենց մտքերը ինչպիսին են։ Եվ շատ շնորհակալություն։ Ռուբեն ջան, ձեզ էլ շատ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, հա ինչպես տեսնում եք։ Ես եմ շնորհակալ, որ մենք այս հետաքրքիր նախարարչարկի համար, որ Արաքելից ստացա, երկրորդն էլ որ տեսա, որ հետաքրքիր ոդքասթ եք սկսել եւ գրականության մասին խոսելը միշտ հետաքրքիր է բոլոր ժամանակահատվածներում, հատկապես այն ժամանակ, երբ որ շուրջը ամբողջությամբ քաղաքական իրադարձությունների հետ կապված հարցեր են եւ ուզում ես ինչ-որ միտեղ մի փոքր հանգստանալ եւ գրականությունը այդ տեղերից մեկը կարող է լինի, թեև ես այն կարծիքին եմ, որ գրականության մեջ նույնպես քաղաքականություն կա, եթե մենք քաղաքականությունը դիտում ենք լայն առումով, այլ ոչ թե ներկուսակցականության տեսանկյունից։ Միանշանակ ես համաձայն եմ, դա այդ միշտ վիճաբանությունը կա, չէ՞, բանավեճը գրականությունն է ձևավորում իրականությունը, թե արդեն ստեղծված իրականությունը ստեղծում են որոշակի գրական գործեր։ Հիմա որպեսզի փորձենք դա բացահայտել, Ռուբեն ջան, ձեր գաղափարը շատ լավն էր, ուսումնասիրել գրականությունը դատավարության միջոցով կամ դատավարությունը գրականության միջոցով։ Այն հատման կետը, որտեղ գրականությունը միաձուլվել է կամ ուսումնասիրել է դատական համակարգը, դա հաշվառելով այսպես մասնագիտական կողմը։ Ոնց են իրանք իրար հետ միախառնվել, շատ լավ արժեք է, կարող ենք սկսենք օրինակ ոճիր եւ պատիժից։ Ես շատ կարճ ուղղակի պատկերացումն ասեմ, հետո թեման փորձենք մի քիչ ավելի բացել։ Ոճիր եւ պատիժում մեծ հաշվով չկա դատավարություն, բայց ողջ դատավարությունը հենց Ռասկոլնիկովի ներսում է տեղի ունենում։ Այսինքն այս դեպքում դատավորը, եթե կառուցակարգ ասել, դա իր խիղճն է, բարոյականությունն է, Աստվածն է։ Այս լավ, այս թեման փորձենք բացել սենց։ Ինչն է ավելի կարևոր մարդկանց օրինական դատավարությունը, թե մարդու ներքին իր համոզմունքները իր բարոյական գնահատականը որևէ արարքի հանդեպ։ Կամ եթե մի քիչ ավելի պրիմիտիվացնենք, եթե մարդը դատապարտվել է, բայց ինքն իրեն անմեղ է համարում։ Օրինակ պայմանական ասենք Սողոմոն Թեյլերյանը։ Որը չի դատապարտվել։ Չի դատապարտվել, հա, այս իրավիճակներում հանրության, հասարակության, պետության դատն է ավելի կարևոր, թե մարդու ներքին համոզմունքները եւ իր կապը իր Աստծո հետ։ Չէ, հետաքրքիր է հարցը, իրականում կարելի է ասել, որ երևի այս հարցն է, որի մասին կարելի է անվերջ խոսել հասարակություն թե մարդ։ Եթե հասարակությունն է կարևոր,
լինի դա պետական օրենքներ, լինի դա ուրիշ համակարգի օրենքներ, որն է ավելի կարևոր, այդ համակարգերի կողմից մարդուն դատապարտելը, թե մարդու կողմից ինքն իրեն դատապարտելը, եւ այս առումով ոչինչ եւ պատիժը շատ ճիշտ դիրքա, որից կարելի է սկսել, որտեղ այնտեղ մենք տեսնում ենք Ռասկոլնիկովի այդ ողջ ներքին աշխարհը ինչպես է կամաց ինքը ակետից բեկետ գնում եւ լրիվ ուրիշ մարդ դառնում։ Բայց մի բանի հետ չհամաձայնվեմ, որ այնտեղ դատավարություն չկա, շատ սիրուն ցույց է տալիս քննիչի աշխատանքը։ Քննիչը շատ կարևոր պերսոնաժ է այս ամեն ինչի մեջ եւ մենք այստեղ նաև տեսնում ենք մի բան, որը հետագայում ծավալվում եւ սովետական տարիներին դառնում է այդ կաբինետներում մարդկանց մեղմ ասած նորացնելու, խոստովանական ցուցմունքներ գրել տալու ինչ որ մի բան։ Այդտեղից տեսեք ուր ենք մենք հասնում։ Վերադառնալով ոչինչ եւ պատժին, իմ պատկերացմամբ մենք միշտ գործ ունենք, երբ որ օրենքի մասին ենք խոսում հասարակության հետ։ Այսինքն առաջնայինը չի կարող հասարակությունը չլինել, բայց երբ որ մենք հասնում ենք այն աստիճանի, որտեղ որ մարդը այլևս շատ ավելի մեծ ծավալով իրեն հանցագործ չի համարում եւ ինքը դատապարտվում է, այդ հասարակությունները ուղղակի այդ հասարակարգերը երկար չեն ապրում։ Որովհետեւ տեսեք, մենք փորձենք քննարկել հանցանք հասկացություն։ Օրինակ մենք ունենք նաև վարչական իրավախախտում հասկացությունը, որը որ երկուսն էլ նույն կառուցվածք ունեցող բանն է։ Ինչ որ օրենքով արգելված բան է, սրանք քեզ պատժում են դրա համար։ Մի դեպքում քեզ պատժում են ավելի խիստ, ազատազրկում կարող է լինել, բայց տուգանքեր կարող է լինել, մյուս դեպքում այդ հաշվով տուգանքից ավել ոչ մի այդպես պատիժ լինել չի կարող։ Ու կան, բայց դրանք բացառություններ են, իրավաբանական անձանց են վերաբերում եւ այլն։ Հա, բայց եկեք մի հատ փորձենք հասկանալ, եթե ինչ որ մեկը օրինակ ամենաստանդարտ վարչական իրավախախտումն է անում, գիտեմ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտում։ Իր նկատմամբ հանրային պարսավանք լինում է թե չէ։ Չի լինում, չէ՞ սովորաբար։ Հանցագործության դեպքում պետք է լինի։ Գաղափարը այն է, որ պետք է լինի։ Եվ մենք տեսնում ենք մեր հասարակության մեջ, որ այս երևույթը կամաց երկրորդ պլան է մղվում, այսինքն կան բազմաթիվ մարդիկ, որոնք որ անգամ դատապարտվում են, անգամ օրինական ուժի մեջ է մտնում դատական ակտը, բայց հասարակությունն իր մեծ մասով այտենց հանցագործ չի համարում այդ մարդկանց։ Այս խնդիրների գրական հիմքը ես համարում եմ հենց ոչինչ եւ պատիժը։ Հանցանքը ո՞րն է։ Դա բարոյական պարսավանքն է, թե օրենքով ռեպրեսիան է։ Այտենց փորձեմ պատասխանել։ Ոչինչ եւ պատիժը ես շատ եմ սիրում, բայց ես Արաքելի հետ ուզում եմ չհամաձայնվեմ, ուստի չհամաձայնվեմ, իր մոտեցումը ասեմ, ես միշտ խորհուրդ եմ տվել կարդալ մեկ այլ գործ, որը Կաֆկայի դատավարությունն է։ Եվ դա հատկապես պետք է այն մարդկանց, ովքեր որ դատարաններում են աշխատում, այնտեղ են աշխատում, որտեղ որ գործ ունեն մարդկանց հետ, որոնցից շատ-շատերը կարող առաջին անգամ շփվել։ Եվ պետք է մարդ տեսնի այն մարդու դիտանկյունը, որը չի հասկանում էս ինչա։ Այդ լաբիրինթոսում խճճվում է եւ իրան պետքա ուղղություն տալ, իրան պետքա ցույց տալ, որ չէ դու զրո չես, դու ոչինչ չես։ Ու մի հատ դիտարկում անեմ, դու ավելի լավ կասես ով է ասել, բայց իրավաբանության մեջ շատ է կիրառվում, որ ասում են ավելավա մի հոգի մեղավոր դուրս մնա, քան թե մի հոգի անմեղ մարդ հայտնվի բանտում։ Հիմա որովհետև մի հոգի անմեղ մարդու բանտում հայտնվելը ավելի սարսափելի հասարակության վրա ավելի մեծ ծանր հետևանքներ ունենում, քան թե մի մեղավորի պլաստալը, այսպես ասած, արտահայտությունից։ Ու հիմակվա, եթե վերադառնալով հիմակվա իրականության, եթե այսպես ասենք ճակերտավոր, եթե որոշակի անմեղ մարդիկ են բանտում, դա ավելի սարսափելի մեծ հանցանք է պետության եւ հասարակության նկատմամբ, քան թե ինչ որ մեղավորներ պլաստան արտահայտությունից։ Եթե չգիտեմ, դու ավելի կիմանաս ով է միտքի հեղինակը, այսինքն շատ է կիրառվում իրավաբանության մեջ։ Ես եթե չեմ սխալվում, իմ անուն կտամ, որը իրավաբանները շատ լավ գիտեն, բայց իրավաբանությունից դուրս վստահ չեմ, դա ժամանակակից քրեական իրավունքի հայրը կարող ենք համարել, Չեզարե Բեկարիա, իտալացի իրավաբան, որ քրեական իրավունքի տեսության
մոտ 90%-ը Իրանից է բխում, այսպես թե այնպես։ Եվ այս գաղափարը, որը որ վստահ եմ, որ իրենը չի, իսկ ինքը օրիգինալ չի, ուղղակի վերամշակել է, իսկ ինձ թվում է իրավաբանության, այսօրվա իրավաբանության հիմքն է։ Օրինակ անմեղության կանխավարկածն է դրանից բխում։ Դու կարող ես, չէ, կանխավարկած վերցնես ոչ թե այն, որ մարդը անմեղ է, այլ այն, որ մարդը մեղավոր է, չէ։ Պետք է վերցնես, որ մարդը անմեղ է եւ հետո ապացուցես իր ապացուցման բեռը հակառակ կողմի վրա լինի, բայց հենց այն է հարցը, որ իրականության մեջ մենք տեսնում ենք տարբեր բաներ, իդեպ նաեւ գրականության մեջ։ Իդեպ նաեւ գրականության մեջ, հենց Կաֆկայի այդ գործը դրա մասին է, հակառակի մասին է։ Այսինքն абսուրդը սկսում է նրանից, որ մարդուն մեղադրում են ու ինքը չի հասկանում, թե ինչի համար է ինքը մեղադրում։ Ասում չեն դերեկած։ Ինչի համար է ինքը մեղադրում։ Ու տենց էլ մենք մինչև վերջ չենք հասկանում ինչ տեղի ունեցել։ Մի հատ ճիշտ է, մենք պայմանավորվել ենք, դու երբևէ կպատկերացնեիր, որ դու կհայտնվես Կաֆկայի գրականության մեջ մեր այս օրերում, որովհետև ես հիմա շատ արդիական է այս վիճակը մեր, որովհետև մենք ոնց որ հենց Կաֆկայի դատավարության մեջ ենք ապրում այս օրերին, այս օրերում, որ մարդը չի հասկանում իր հանցանքը կամ զանցանքը որտեղ է, չես կարողանում ձեր ոչ բան կա, ոչ ուժող կողմ չկա, որևէ բան չկա, հանցագործություն չկա, բայց մարդիկ դատվում են։ Դա абսուրդի ժանրից է ու գրականությունը, որպես գրականություն շատ սիրուն է դիտվում, բայց որ մարդիկ կյանքին է առնչվում, դա արդեն ողբերգություն է։ Ես ավելի շատ ինձ պատկերացնում եմ սпасել Գոդոյին ստեղծագործության բավերի, հա, Բեկետի ինչ-որ պերսոնաժի բերում, ինչ-որ ավելի շատ այդտեղ եմ ինձ պատկերացնում, բայց քաղաքացիները, որոնք իրավունքից եւ օրենքից հեռու են, այս է հարցը։ Իրանք լրիվ իրավունք ունեն իրենց պատկերացնել հենց պարոն Կ-ի դերում, որովհետեւ երբ դու չես պատկերացնում կամ արդար չես համարում այն process-ները, որ քան նկատմամբ իրականացվում են, այդ բյուրոկրատիա, այդտեղ շատ լավ է բյուրոկրատիան երևում։ Այդ որ ես այդ փայլուն մասը, որ ասում ինչ որ մեկի անունն է տալի, ասում է պարոն, այս ինչը շատ ավելի կարևոր ծառայող է, որովհետեւ նա ոչ թե մեկ, այլ երկու չինովնիկի օգնական է։ Այդ հատվածը շատ եմ սիրում, որ ցույց է տալի այդ բյուրոկրատիայի թե ինչքան կարևոր է, տեսեք, թե ինչ տարբերություն ունի, երկու հոգու օգնականից թե մի հոգու իմ համար ինչ տարբերություն։ Այդ բյուրոկրատիան է շատ լավ երևում, որովհետեւ իդեպ նաև Հայաստանի խնդիրը, Հայաստանը իր սպეციფიկ խնդիրներ ունի, բայց աշխարհի բյուրոկրատացման նաև հարցն ասած ցույց տալի, որովհետեւ այն ժամանակ է դեռ այդ աշխարհ բյուրոկրատիզացիա չկար։ Եվրոպայում իդեպ այդ բյուրոկրատիզացիան ուղղակի ֆանտաստիկ մակարդակի է հասել։ Ընդ որում համնախորդության Կաֆկան դա նկատել է շատ ավելի վաղ, քան հասավ այդ մակարդակին։ Հա։ Ու այդ շարունակելով մակարդացել է, էլի, կարելի ասել։ Բյուրոկրատիայի այդ միտքը շարունակելով այդ պատուհանի կամ, չգիտեմ, ամբիոնի այն կողմ գտնվող այդ պետական աշխատողների համար սա ընդհանրապես փաստաթղթաշրջանառություն է դառնում մեծ հաշվով։ Ճիշտ ժամանակին թուղթը տանել, ռեզոլյուցիա դնել, պեչատել, ուղարկել, մակագրել, բայց իրականում այդ թղթի մեջ մարդկային ճակատագրեր են որոշվում։ Ու նաև մի հատ ստեղ հարցեր կա, որ արդարացումը, որ մարդիկ ասում են, դե մենք մեր գործն ենք անում, որովհետև եթե ես այս գործը չարեցի, իմ ընտանիքը սոված կմնա։ Դա նույն վերադառնում ենք այդ հասարակակի ու այդ խղճի հետ առնչվելու, էլի վերադառնում ենք նույն նարեկացուն, որ սկզբից ասացի, որ թե արդյոք այն մարդիկ, ովքեր որ իմանալով, որ որևէ հանցանք չկա, դրա մեջ մտնում են այդ process-ի մեջ, արդյոք իրենք իրանց խղճի հետ հանգիստ են, թե հանգիստ չեն։ Ինչ են ապրում այդ ապրումները։ Նույն մարդիկ, որ ենթադրենք որևէ առնչություն չեն ունեցել գրականության հետ, որևէ նախատիպեր չունեն, իրանք ոնց են ապրում, իրանք գալիս են տուն, այդ առանց այդ կերպարը իրանք դեմքին ունենալու հետ։ Մենք որ որոշակիորեն գրականություն գիտենք, պատմություն գիտենք, մենք գիտենք, թե ինչ է սպասվում մի քանի տարի հետո այդ նույն մարդկանց, բայց այդ մարդիկ չգիտեն, բայց այս պահի դրությամբ, որ այդ մարդիկ գալիս են վերադառնում են իրաց տուն, իրենք ինչ են զգում, ինչ են ապրում, ոնց են իրանք արդարացնում այդ քայլերը, ինչ որ կատարվել է։ Թե մի հատ ուրիշ ավելի հետաքրքիր հարցադրում անենք, թե պետքա մենք փորձենք գրականություն ունես տարածենք, որ հասանելի լինի, որ այդ մարդիկ հասկանան, որ իրանց բանը իշմարտանք, ասենք ժողովուրդ ջան, ինչա ձեզ սпасելու, ինչ որ քանի տարի հետո, մի քանի տարի հետո։ Ես մի քիչ որտեղ գրականության ֆունկցիաների մասին ենք խոսում, ասենք գրականություն գրականության համար, գրականություն սոցիալական
օգուտի համար, հասարակության համար, ինչ որ մարգարեական բանագրականություն ընդհանրապես փորձում ենք հասկանալ, թե վաղը ոնց է լինելու հասարակարգը, հետո ստուգենք, տեսնենք ճիշտ է թե չէ։ Այդ ֆունկցիաների մասին երևի երկար կարելի է խոսել, ես էլ դե բնականաբար ես ոլորտի մասնագետ իհարկե չեմ, ես ընդհանրապես իմ փոքր փորձով կարամ կիսվեմ, բայց այս մասով ես մի քիչ հեռու եմ այն մտքից, որ գրականությամբ կարելի է ինչ-որ բան փոխել։ Չէ, ինչ-որ բան փոխել կարելի է, ինչ-որ բան փոխել կարճ ժամանակամիջոցում։ Հա, այսինքն, եթե մենք խոսում ենք կոնկրետ իրավիճակի մասին, երբ որ պայմանական ինչ-որ մի երկրում պայմանական ինչ-որ մարդիկ են ձևավորվում, որոնք չինովնիկ են եւ որոնք որ բացասական վարքագիծ են դրսևորում, ասենց ասեմ, դիվանագիտական լեզվով, միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք որ այդ վարքագիծը կդրսևորեն եւ նկատի ունենանք, որ ղեկավարությունից է գալի, թե որ գործը ով պետք է անի։ 10% բացասական պերսոնաժներ դու ունենաս որևէ համակարգում, իրենք կարող են ցանկացած հանձնարարություն կատարել։ Եղտոտ գործերը, այսինքն կատարող միշտ գտնվի։ Ես մի օրինակ բերեմ, այստեղ կարանք չէ, տենց պայմանական օրինակներ բերենք։ Ընդունենք մի պայմանական երկրում, չասենք որ երկրի մասին է խոսքը, 4 բարձրաստիճան հոգևորական են բանտում հայտնվել։ Այդ 4 բարձրաստիճան հոգևորականներին անընդհատ ժամանակ առ ժամանակ կալանքի որոշումներ են կայացնում եւ ընդհանուր առմամբ կայացվել են 6 նման որոշումներ։ Հիմա եթե դատարանը բաղկացած է 30 դատավորից, միջինը քանի դատավոր պետք է լինի, որ այդ որոշումները կայացնի։ Օրինակ ես մի երկիր գիտեմ, որ ընդամենը 2 դատավոր է այդ 30-ից, որի հավանականությունը 1.26,000-ի է։ Պայմանական երկրի մասին է խոսքը։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ ցանկացած երկուսը ինչքան է գալի, 10% չէ, 10%-ից ցածր եթե 30, հա, ավելի 6.5% սա դեպք է, որ ցույց է տալի, որ այդ պայմանական երկրում 6.5% ուրեմն մասնակցությամբ դու կարող ես ստանալ 100%-անոց արդյունք։ Դրա համար ասել, որ գրականությամբ հնարավոր է կարճաժամկետ խնդիր լուծել, ես համաձայն չեմ, բայց օրինակ անընդհատ նարեկացու մասին եք, չէ՞ խոսում։ Ես ուզում եմ մի տարօրինակ բան անեմ, ուզում եմ խորհուրդ տալ մեր դիտողներին, որ նարեկացի չկարդան։ Նարեկացի չկարդան այնքան ժամանակ, քանի դեռ մի քանի ուրիշ բան չեն կարդացել, որովհետև առանց դա իմանալու նարեկացի կարդալը հակառակ էֆեկտ է կարող է տալ։ Մենք նարեկացին գրումը քրիստոնեական այդ ամբողջ փիլիսոփայության տրամաբանության մեջ ճիշտ է։ Եթե դու դա չես ընկալում, եթե դու չես ընկալում այդ քրիստոնեական արժեքը, այսինքն դու ծովի ջրի համը չգիտես, կարող է դա հակառակ էֆեկտ տա, մարդիկ չեն ընկալում։ Դու ուզում ես ասես, որ մարգարիտները խոզերի առջև։ Չեմ ուզում խոզեր ասել, մարդիկ պետք է պատրաստվեն դրան։ Ես այդ խնդրեմ ունեցել եմ, իմ վրա եմ ասում, ես զզվում էի նարեկացուց։ Հա, չէ, այդ օրինակը չեմ ուզում բերել, որտեղ տպավորություն չլինի, որ մարդկանց փորձում են վատ բան, հա, այն մարդկանց, բայց ես իմ վրա օրինակը բերեմ, ես ժամանակին երևի մի 15-20 տարի առաջ երբ նարեկացի շատ էի լսում, փորձեցի կարդալ, ես շատ բացասաբար տրամադրվեցի, ոչ մի բան չհասկացա, ներվայնացա ու ասեցի բնականաբար մեղադրել նարեկացու, որ ես ոչինչ չեմ հասկանում։ Արի մի հատ ավելի հետաքրքիր թեմա փորձենք անել, նոր իմացա, որ դու քո գրքի վրա ես աշխատում։ Հա, բայց բան չի, ֆիքշն չի։ Բայց ֆիքշնի հետ չի։ Այսինքն որ դու հիմա աշխատում ես, այսինքն մենք ունենք այնց մարդ, որի մասին էլի շատ քչերը գիտեն, ոնց որ այսինքն, բայց դու փորձում ես էլի Մխիթար Գոշին ինքը նաև հանրայնացնել, նաև խորանալ, նաև որ այսինքն մենք որ արտարադատության մասին խոսում ենք, մենք ստում է որ այս ընդամենը մի քանի տարվա, բայց մենք հարյուրավոր տարիների բան ունենք իրավաբանության իրավագիտության փորձ ունենք, այսինքն մենք նորելուկ չենք, ինչ որ բան է ստեղծում, որի վրա կարող ենք կառուցենք ինչ որ բան, այսինքն հիմքերը ու այդ մարտիկը արդեն դրել են հիմքերը, որ դրա վրա չի շարունակվել։ Մի թեթև դրա մասին խոսում։ Փայլուն է, փայլուն է, եւ նաև կապված է նարեկացու թեմայի։ Դրա համար եմ շարունակությունը տեսնում։ Ինչպես նարեկացուց էի ես հիասթափվել, նենց էլ Գոշից էի հիասթափվել։ Որովհետեւ երբ որ մենք իրավ Գոշը վերցրեցի կարդացի աշխարհաբար փոխադրություններ իհարկե եւ հիասթափվեցի։ Բայց մոտս ինչ որ միշտ այդ ցանկությունը եղել է, որովհետեւ միշտ ինչ որ Գոշի հետ կապ եմ զգացել ինչի։
Համասարանում Մխիթար Գոշի անվանական թոշակ կար, այդ անվանական թոշակը։ Արցախում ես Մխիթար Գոշ մեդալ ստացա։ Եվս մի քանի տենց մանրումներ, առաջի գիտական աշխատանքս որպես ուսանող Գոշի եւ որ այդ փառացի վերաբերել եմ գրել, իհարկե ես վերջերս կարդացի քիչ էի մնում ճղեի, բայց ասի լավ չճղեր։ Եվ որտեվ հասկանանք էլի, ի վերջո այդքան ասում ենք էլի, մարդը ինչ ա արել կամ եւ 2020 թվականին, երբ որ սկսեց COVID-ը, ազատ ժամանակ եղավ, որոշեցի դրանով զբաղվել։ Մինչև պատերազմը եւ սկզբից փորձեցի փոխադրություն անել։ Այսինքն աշխարհաբար, որտեվ այն տեքստը, որ ես կարդացել էի, ամենայն հարգանքով բոլոր 3 փոխադրությունների հեղինակների հետ, ոչ ամբողջությամբ ինձ բավարարում լավ էսպես էլի դիվանագիտորեն ասեմ, ամենայն հարգանքով։ 3 փոխադրություն կա արևելա հայերեն։ Իդեպ կա մի ռուսերեն թարգմանություն եւ մի անգլերեն թարգմանություն, որոնք շատ ավելի լավն են։ Եկե բանդեղ ինչից են թարգմանել։ Գրապարից։ Հա, ռուսերենը 50-ականների թարգմանությունն է Պապովյանի, Ալեքսանդր Պապովյանի, իսկ անգլերենը Ռոբերտ Թոմսոնի բավական հայտնի հայագետ է, ոչ բոլորն են իրեն, ոչ բոլոր գաղափարները կարելի է կիսել, բայց մարդը բավական հայտնի հայագետ է, բազմաթիվ բաներ փոխադրել թարգմանել անգլերեն, այդ թվում նաև Գոշի դատաստանագիրքը 2000 թվականին լույս տեսավ, այս տարի իդեպ Մատենադարանում վերահրատարակվեց։ Եվ ես հասկացա, որ բոլորովին ուրիշ աշխարհում եմ ես հայտնվում, հա, եւ դա էր պատճառը, օրինակ նույն Նարեկացին ես վերջերս նորից վերընթերցեցի եւ ես ինչքան որ անել չէի կարողանում Նարեկացուն 20 տարի առաջ, երակի այդքան սկսեցի ջերմությամբ վերաբերվել, որտեղ պետք է հասկանաս, պետք է հիմքեր ունենաս հասկանալու։ Եվ առավել եւս մի բան էլ ասեմ, որ ինձ անկախ ստացվեց, քանի որ Գոշի գրափար պետք է հասկանաս, ինքն նույն սկսեցի գրափար որոշ բաներ ուսում եւ ուղղակի մեծ բավականություն եմ ստանում, ֆանտաստիկ բան է գրափարը, եւ ինչ վերաբերում է Գոշին, ապա երկու բան ասեմ։ Առաջինը իր գրածի մի մասը շատ ոչ թե մի մասը, այնտեղ շատ հետաքրքիր է, ինքը դետեկտիվի պես պատմում է ոնց եղավ, որ ինքը սկսեց դատաստանագիր գրել։ Չէ՞ որ դա ման չի, էլի, sense հոդված 1, հոդված 2, չէ, այդպես չի։ Այդպես չի։ Ինքը նախադրություն ունի, որը ֆանտաստիկ տեքստ է։ Ես այս նախադրությունն եմ, հա, թե ինքը նախաբան ասենք, որտեղ որ ինքը խոսում է մի քանի տարբեր բաների մասին։ Առաջինը իրավաբանության կարելի ասել փիլիսոփայությունն է իր տալիս, ոնց է ինքը հասկանում իրավաբանությունը, երկրորդը մի քանի կարևոր ինստիտուտների մասին է խոսում, ցուցմունքներ, երթում, բան, որը որ ամբողջ դատավարությունում կարմիր թելով կհասնի։ Եվ ամենակարևոր երրորդը իր կյանքի պատմությունն է պատմում, ոնց եղավ որ ինքը ստանձնեց այդ գործը, դա դետեկտիվ պատմության պես մի բան է, այնքան հետաքրքիր է, դու տեսնում ես ոնց որ կարող ես քո կյանքի զուգահեռն ես անում, չէ, որտեղ հայտնվեցիր, չէ, կյանքում կմտածեիր, որ չէ, ես գոհ եմ, չէ, որ կմտածեիր, որ դու որտեղից ու դառնում ես ուր ես հասնում, այսինքն ինչ անում, այսինքն մենք որ առաջի անգամ իր հետ հանդիպեցինք, դուրերի ուրիշ կարգավիճակում էր, չնայած զգացմունքը նույն մարդն է եղել, բայց որտեղ ես հայտնվել ու հետաքրքիր է, որ Աստված ոնց է քո ճանապարհը ուղղորդում, այսինքն մի մարդու չէ, այսինքն բոլորի ճանապարհները ոնց է ուղղորդում, չգիտես որ լավի վատի մասին չենք խոսում, գոհի, դժգոհի մասին, բայց շատ հետաքրքիր ձևով է ուղղորդում ու այդ որ նայում ես այդ Ինձ եթե Հոմերոսի կամ ցանկացած մարդ մի հատ իր ճակատային։ Հա, մի ոդիսական է, չէ՞, բավական է։ Մենք Ղարաբաղում ոնց հանդիպեցինք իրար այդ ապրիլյան պատերազմից հետո էր, հետո դրանից հետո 18 թվականի ինչպես ձևակերպենք այդ դեպքերից հետո ու ոնց ամեն անգամ հանդիպելուց տարբեր կարգավիճակ ենք ունենում, հիմա Մխիթար Գոշը որ ասեցիր ինքն էլ պատմում է թե ինքը զուգահեռ հասկացնում է, ինքը ոնց է հայտնվել ձեր, ինքը քո նշած ձեր բոլոր 3 հանդիպները ոնց որ մեկը մյուսից շատ է հանդիպում, գնալով իրավիճակը ավելի վատացել է, իրավիճակը անի ձեր սկսենք, հետո դե ինչ որ ինչ ունի սկիզբ ունի ավարտ, հուսով ենք որ ասում է ֆեյքում պետք է մտցել, ոնց է վերջը լավ է լինելու, քանի որ հիմա հեչ լավ չի, ուրեմն վերջը չի, չէ՞, այդ կարան Լևոն դու ինչ-որ բան ես։ Ես հարցեր ունեմ, եթե դեսպա ես չգիտեմ ինչ։ Բայց ես այս մասը միած երկու նախադասությունով ավարտեմ ու նոր հա։ Իհարկե։ Ասածս այն է, որ
տեղել գրականություն կա։ Նաև չմոռանանք, որ Գոշը նաև առակագիր էր եւ դա էլ է հետաքրքիր, թե մարդը ոնց է նոր ժանր բերել, չի եղել այդ ժանրը մեր մոտ։ Եվ նաև այս ընթացքում ես փորձեցի գտնել խաչ ու այդ ուղղությամբ շատ աշխատանք չի եղել առակների եւ դատաստանագրքի ինչ որ խաչման կետեր ու ֆանտաստիկ չբացահայտված հղումներ նաև տեսա, որը ցույց է տալի, որ մարդուն պետք է ամբողջական դիտել էլի։ Այսինքն մի ֆրագմենտով, մի հատվածով չես կարող մարդուն։ Հա, ինքը եթե ամբողջության մեջ ես նայում մարդուն։ Հիմա ես ինձ թվում է, որ այդ մարդուն ավելի շատ եմ ճանաչում, քան շատ իմ ծանոթներին։ Գուցե նաև ինքն փորձել է տարածքների միջոցով դատաստանագրքի մտքերը ավելի հասանելի դարձնել։ Վիզուալիզացնել։ Դատաստանագրքի ամբողջ խնդիրը եղել է իմ կարծիքով դատավորների համար ձեռնարկ գրել։ Դատաստանագիր օրենսգիրք չի, որտեղ որ մտածում ենք, ես առաջին չէի պատկերացնում, որ մի հատ հայտնի մարդ Խարմխիթար Գոշ մի օր առավոտը զարթնեց, չմռնեմ, սկսեմ դատաստանագիր գրել։ Մոտավորապես, բայց իրականում դա Մխիթար Գոշը ով էր, վարդապետ էր ընդհանրապես։ Ինքը ինչ գործ ունի դատաստանագրքի հետ։ Այսինքն այդ որ մի երկրի թիվ 1 իրավունքի հուշարձանն է գրել ինչ որ վարդապետ։ Ընդ որում ոչ կաթողիկոս, ոչ եպիսկոպոս, ոչ վանահայր, ինքը հետո է նոր դարձել վանահայր, շատ ավելի ուշ։ Եվ այդ է խնդիրը, որ դա պետք է այդ տեսանկյունից նայել, դա ընդհանրապես ձեռնարկ ա եղել, ինքը փորձել է դա ներկայացնել որպես ձեռնարկ, որ սա պատահիր չի, ես ինձնից ոչ եմ ասում։ Ուրիշների ասածն եմ ես ներկայացնում։ Սա համ որպես իրավաբանական տեքստ, համ որպես գրականություն, ասեմ, որ մի քանի մաս շատ սիրուն նաև գրական բաղադրիչներ ունի, հատկապես գրելու պատմության հատվածը, որտեղ որ էմոցիա ես նաև տեսնում շատ լուրջ։ Համ նաև աստվածաբանական տեսանկյունից։ Ես ստիպված էի աստվածաբանություն փորձել հասկանալ, որպեսզի Գոշին հասկանալ։ Իսկ այսօր գրափար աստվածաբանություն, փիլիսոփայություն։ Երբեմն ես ինչ-որ գրառումներ եմ անում աստվածաբանության հետ կապված, շատերը ասում են, դու դրա հետ ինչ գործ ունես։ Սա է եղել դուրը։ Դուրը այստեղից է եղել։ Շատ սիրուն բան ասացիր։ Տարբեր դարաշրջանում, այսինքն միտեղ որոշակի հոգևորական մարդիկ են հայտնվել մեր պատմության ընթացքում։ Ու իրանք մեր պատմության ընթացքը մի քիչ ուրիշ է թեստվածել անելանելի վիճակը, մի հատ ուրիշ տեղ են տալու։ Այսինքն բոլոր ժամանակներում, սկսած Մաշտոցից, Նարեկացուց, Քուչակից, ինչ ասեմ, Տաթևացուց, բոլոր Կոմիտասից, բոլորը Վարդագոշից, այսինքն բոլոր ու հնարավոր է որ հիմա էլ իրականում այդ հոգևոր որ վերածնունդը հենց այդ հոգևորական խավարի վերջում է լույսի ճրագը պետք է մարդիկ որովհետև հոգևորով է այդ փոփոխությունները այդ գրականությունը որ մենք ասում ենք այդ հոգևորն է ուրիշ ոչ մի բան չի բայց մենք հեռու գնացինք եկեք մոտիկ էլ գնանք իրականում վերջին նման դեպքը ես կհամարեի 20-րդ դարի կեսերը մենք քիչ ենք Վազգեն Վեհապարի մասին շատ ենք խոսում բայց օրինակ Գևորգ Չորեքչյան կաթողիկոսի եւ հատկապես իր մոտ ընկեր զուգահեռաբար Մեծիտան Կիլիկիո Գարեգին առաջին կաթողիկոսի, ոչ թե Գարեգին երկրորդը, որը եկավ դարձավ Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոս, շատ պատվարժան, այլ Գարեգին առաջին Մեծիտան Կիլիկիո Արցախցի իդեպ։ Չեմ էլ իմացել ընդհանրապես։ Գարեգին Հովսեփյանցի փողոցը, Գարեգին բանի, ծելը, հա, եւ ես սխալ եմ համարում, որ Գարեգին Հովսեփյանցի փողոց, Գարեգին Վեհապարի փողոց կարող է լինել եւ այլն։ Ֆանտաստիկ, որ մի քիչ ուսումնասիրում Սասունցի Դավիթ Տանկային Շարասյունելի վերադառնանք մի քիչ։ Չորեքչյանը ո՞նց է արել դա։ Իր ընկերոջ Գարեգին Մեծիտանի Կիլիկիո կաթողիկոսի միջոցով եւ այդ մարդիկ հիմա որ նայես այդ երկու անձը իրենց ուսերին պահել են մեր եկեղեցին այդ ծանր այդ բոլշևիկյան այդ խայտարակ տարիներին անցկացնում են։ Ու նաեւ 37 թվի ես մի հատ բանի հրատարակել, կուզեմ որ էլի հետաքրքրվեն որ 37 թվի մեր գնդակահարված եւ հետապնդված հոգեվորականները Արմենակ Մանուկյանի հրատարակած գիրքներ, դա ամբողջ արխիվները ու էլի դա էլ ուսումնասիրված չէ, այսինքն քանի հոգեվորական այդ ամենամեծ հարվածը ռեպրեսիաների ինքնի վրա ընդունել։ Եթե հիմա զուգահեռ ես անցկացնում տարբեր ժամանակների հետ, ոնց որ հոգեվորականությունը հիմնական հարվածը ինքն իր վրա է ընդունում։ Դե որտեղ ինքնության հիմնական կարողներն են, էլի։ Եվ հոգևորականությունը եւ հիմնականում հոգևոր մարդիկ, եթե որոնք նաեւ չբաժանենք այդ հոգևորականից, այսինքն որը որ առնչվում է ու էլի ոնց որ գիտակցված զողողություն է, որը որ մարդը գնում է այդ զողողությանը ու դա
ինչ ոնց ասեմ, այսինքն դա զողողություն էլ չի, այսի մարդու պարտքն է, որը որ պետքա անի։ Դե հիմա Լևոնի հարցերը մի հատ հարցում հասուն պատմությունը կրկնվում է հիմա։ Ինքը չեմ կարծում ինչ որ ավելի կրկնվելու հատկություն ունի, բայց ինչ որ տարբեր ձևեր այդ չարի ու բարու իմ կարծիքով չարի ու բարու պայքարն է մշտապես, որը որ չի կարա չլինի արդարության փնտրտուքն է, որը որ միշտ է լինելու է, այսինքն երբեք չի լուծվելու ու այդ պայքարը պետք է լինի։ Ուղղակի մեր խնդիրը, ես որպես գրականության կամ ինչ որ փորձում ենք ինչ որ հոգևոր մոտ լինենք, փորձենք մեր ճիշտ դիրքավորվենք, այսինքն լույսի կողմը բռնենք, որ հանդարտ չսխալվենք, որովհետև կողքը գայթակղությունները շատ ավելի շատ են ու ցանկացած մարդուն է տրվում այդ հեշտ կյանքի բանը, այսինքն առաջարկը արվում է։ Հենց ես վստահ եմ բոլորիս կյանքում էլ եղել է այդ առաջարկը, որ ընտրել հեշտ ուղին ու այդ հեշտ ուղին դեպի դժոխք ճանապարհը լայնը, չէ՞, տենց է, լայնը ու բազում։ Նեղից դարձինը նեղ ասերի անցքի չափով։ Ասա Լևոն չենք հասնում։ Իրականում մի քանի հարց կա, ես մի հատ կուզեմ առանձնացնեմ, մի քիչ այսպես ինձ շատ հետաքրքիր է այս մասը։ Քանի որ Դաստոևսկիում մենք սկսել էինք, էլի վերադառնանք Դաստոևսկուն, բայց Կարամազով եղբայրներին։ Իմ սիրած գործն է Դաստոևսկուց։ Փառահեղ իհարկե։ Ամենավերջն ու գրեթե ամենավերջում, երբ որ միջնեկ եղբայր Իվան Կարամազովը զրուցում է իրական մարդասպանի հետ, որ Սմերձակովի հետ, Սմերձակովը միացած մեղադրանք է հնչեցնում, ասում է դու ես ինձ դրթել այդ սպանությանը, որովհետև քո այդ մեծ ինկվիզիտոր, այդ великий ինկվիզիտոր աշխատանքը դու նշում ես, որ եթե Աստված չկա, ապա ամեն ինչ կարելի է։ Если Бога нет, то всё позволено։ Ֆանտաստիկ։ Հիմա թեման մենք իհարկե քննարկենք, բայց սկսենք այս հարցից։ Մարդը պատասխանատու է բացառապես իր գործողությունների համար, թե դրանց հետևանքների։ Այսինքն Իվան Կարամազովը ինչ որ բարոյական մեղավորություն ունի իր հոր մահվան համար։ Իր քալոզը, իր գիտական մեղավորն է, բայց միակ պատասխանատուն չէ։ Այդպես ասում։ Ուրիշ դաշտ է ստանում։ Ես ուզում եմ այս հարցը նոր վետ էի մտածում։ Ադամի եւ Եվայի այդ հայտնի պատմության լույսի ներքո նայենք, երբ որ հարցնում է Ադամին, ասում է Ադամ, ես ինչ արեցիր, Աստված հարցնում է Ադամին, ասում է քո տված կինը ինձ տվեց այդ խնձորը։ Ես ինչ մեղք ունեմ։ Եկին այդպես որում մեղադրանք կա, չէ՞ որ ես դու տվեցիր, ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Ու այդտեղից սկսում է արդեն հանցանքը։ Այսինքն դա նշանակում է ես մեղավոր չեմ, նա է մեղավոր։ Հիմա հարց, նա մեղավոր է թե չէ։ Դե հա մեղավոր է։ Եթե դու ինչ որ մի բան ես անում, որի հետևանքները կարող էիր հաշվարկելու, չես հաշվարկում, ուրեմն դու մեղավոր ես։ Կասի իրավաբանը։ Եվ այս տեսանկյունից պետք է հասկանալ ինքը կարող էր դա հաշվարկել, թե չէ։ Այսինքն իրավաբանական պատասխանատվությունը այդպես է։ Բայց սա այդ դեպքում չի բաշխում սենց այդ մեղքը, որովհետև իրավաբանության մեջ մեղքը լղոզում, որ բոլորս են մեղավոր։ Այո, ապրես անձնավորված է մեղքը։ Լղոզելու բան կա։ Եթե ինքը գիտակցել է իր արածի, դրան է գալի, ինքը գիտակցել է իր արածի հետևանքը, հա, բայց դա ավելի շատ բարոյական պատասխանատվությանն է վերաբերում։ Բարոյական պատասխանատվությանը։ Հիմա ես օրինակ ինչ որ մի հատ գրառում եմ կատարում, որը որ բռնության կոչով ասենք պայմանական։ Հա, չէ, հենց բռնության կոչը լավ օրինակ է, վերցնենք, վաղը մյուս օր մեկը գնում է ինչ որ մեկի գլուխը ջարդում է ու հայտարարում է, ասում է, այս կապացի ոգեշնչվեցի Ռուբեն Մելիքյանի գրածը։ Ու Հայաստանում արգելված չի բռնության կոչը։ Ես իսկ բարոյական առումով գոնե պատասխանատու չպետք է արդյոք զգամ։ Կարծում եմ, հա։ Ինչ վերաբերում է իրավաբանությանը, ապա այստեղ կանոնը այնա, որ կարող է թե չէր կարող գիտակցել։ Տեսեք, դրդություն կա իրավաբանության մեջ, օժանդակություն կա, դրանք նուրբ բաներ են, չեմ ուզում մտնեմ դետալների մեջ, բայց ամեն դեպքում իրավաբանությունը փորձում է այս դաշտ մտնել։ Կարող եմ ասել, որ այդ լղոզումը չի ստացվում պարզ պատճառով, որտեղ կանոնները այնուհանդերձ, քանի որ իրավաբանությունը որոշակի հստակություն ունեն, եւ այդ ամբողջական լղոզում տեղի չի ունենում։ Բայց այստեղ ավելի կարևոր հարցը ուրիշ է։ Դա մեղքը ոչ թե ուրիշի վրա գցել է, այլ կոպիտ ասած Ադամը 100% մեղավոր էր։ Եվ անել էր մեղավոր, բայց որ ասում է քո տված կինները չի նշանակում 20% ինքն էր մեղավոր, 80% նա։ Մեկը դու 100% մեղավոր ես։
այսինքն տոկոսայնությունը չես բաշխում։ Ես կտրտում եմ դրա համար էլ հա լղոզվել չի ստացվում էլի իմ պատկերացմամբ պետք է խոսել պատասխանատվության շղթայի մասին, շատ առավելագույնը այդպես կարելի է խոսել, որովհետև հաճախ դա համարվում է ոչ թե ասեք լեզվաբանության մեջ էլ է, մեղքը բարդել։ Այսինքն ոչ թե դու կիսում ես իր հետ մեղքը, այլ բարդում ես քո ուսերից դնում ես մեկ ուրիշի ուսերին։ Այդ դա արդեն չի աշխատում։ Համաձայն եմ։ Լավ, շատ բան չանենք այդ հարցերի շատ։ Մի հատ էլ լավ, այս մեկը կամ գուցե մի հատ էլ։ Չէ, խնդրում եմ, բայց ինչի հետաքրքիր է, շատ հետաքրքիր է այդ հարցը։ Բանը Կամյուի օտարը, հա, որ այն արաբին բանում օվկիանոսի, հա։ Այստեղ նրբությունը որն է, իրան դատում են ոչ այնքան այդ սպանության համար, որքան հասարակության նորմերի չենթարկվելու մեջ, որ մեղադրանքի մեջ, այսինքն որպես փաստերից մեկը, ասում են ինքը իր մոր թաղմանը չի լացել։ Այսինքն սկսում է գործը։ Գործը որ այսօր մացավ մայրս գուցե 3 չեմ։ Ինքը այնքան անհաղորդ է իրականությանը, հասարակությունը չի կարող ընդունի այդ ոնց որ վիրուս լինի։ Մենք ունենք հասարակություն ընդունված ինչ-որ սոցիոլոգիական բարոյական նորմերով եւ ունենք մի անհատ, որը դուրս է այդ։ Ավտոմատ արդեն հասարակությունը փորձում է իզոլացնել կամ ոչնչացնել դրան։ Ու մեղադրանքի հիմքում ոչ թե բուն արաբի սպանություն է դրվում, այլ որ հերոսը, Մերսո եթե ճիշտ եմ հիշում, ինքը բոլորի նման չի։ Էլի ես ստեղ տեսնում եմ այդ Ադամի այդ ես մեղ չունեմ խոտովասկինը այդ բանը, որտեվ ի վերջո այդ մարդուն չէին դատի, չէ, եթե չսպաներ այդ արաբին։ Հա, բայց չէ, մի անգամ համաձայն եմ, գործողությունը եղել է, բայց դա փաթեթավորել այսպես ասած ստեղծել։ Օրինակ այս թեման շատ ավելի հետաքրքիր է, մենք մի խորանանք բանը, երթվել ատենակալային ինստիտուտը։ Այնտեղ իմիջիալուս նույն Տոլստոյի բանը վել կարանք ասենք Վասկրիսենյան։ Հա, դրա մասին գնահատվում է երթվել ատենականների կողմից հանուն արդարության, որովհետև սա գալու ենք մյուս փիլիսոփական հարցին, արդյոք դատավճիռը որպես այդին օբյեկտիվ է, եթե դատողը, գնահատողը մարդիկ են, իրենց էմոցիաներով, համակրանքներով, հակակրանքներով, սուբյեկտիվ ընկալումներով։ Ի վերջո, երթվել ատենականների մի հատ ինչ-որ մարդ, ով այդ օրը վատաքնից արթնացել, ով իր գործերի մեջ խնդիրներ ունի կամ ընկալում։ Ոչ միայն երթալի, դե Վասկրիսենյանի մեջ վերաքննությունն է ֆանտաստիկ նկարագրվում 3 դատավորները ու ցույց է տալի, որ մեկը այսօր կնոջ հետ վիճել էր, երկրորդը բան ու տենց վերջում մեղավ, այսինքն այդ կուխնյան ամբողջությամբ ցույց է տալի այդ խոհանոցը։ Համաձայն եմ։ Դատավճռի մեջ բացի օբյեկտիվ փաստերից գնահատվում է նաև այդ անձի հանդեպ ընկալումը։ Միանշանակ։ Չէ, այսօրվա իրավաբանությունը Մերսոյի պատմության մեջ մեծ խնդիր չէր տեսնի հետևյալի մասով։ Այն որ ինքը այդ հարցանքը կատարել էր եւ ոչ մի պատճառ չուներ դրա համար, այդ պատժի չափի հարցն է այստեղ։ Այսինքն պատժի չափը գնահատելիս պետք է հաշվի առնվի այն, որ այդ մարդը իր մոր թաղմանը այդպիսի վարքագիծ է դրսևորել։ Այսա վիճելի է, որտեվ կա իրավաբանության մեջ հետևյալ բանը, պետք է մարդու անձը գնահատես։ Ցանկացած դատավորի վրա այդ հանգամանքը կազդեր։ Անկեղծորեն ի վրա էլ կազդեր։ Ես չեմ ասում դա մի տարի ավել, կես տարի պակաս, բայց դու անձը գնահատում ես ամբողջության մեջ։ Եվ դու այսօրվա ամենա գեղեցիկ բանը, որ մենք որ երեքս համաձայնվեցինք, որ անձի գնահատումն է ընդհանրության, որ առանձին ֆրագմենտով ակ չես կարող գնահատել։ Ամբողջության մեջ։ Այդ մարդը ամբողջ կյանքում ինչ է վարքագիծը ու այսօրվա մեր խնդիրը նա է, ես ոնց որ տեսնում եմ, որ ֆրագմենտալ մարդկանց ֆրագմենտի մի հատված են վերցնում, մի պոստ, մի ձևակերպում, մի բառ, հա։ Ու նաև մի հատ էլի թեթև անդրադարձ անեմ, հետո մինչև Լևոնին կվերադառնանք, շատ հետաքրքիր է, որ արևմուտքում այդ հարցը արդեն լուծվել է։ Եթե ամբողջ քրեական գործի մեջ մի նյութ սարքված է, ամբողջ քրեական նյութը արդեն քրեական գործը, արդեն առ ոչինչ է։ Ինքը եթե մոտավորապես է։ Այսպես է, եթե քնիչը մի փամփուշտ պատահական դրեց, թունավոր ծառի պտուղները թունավոր են, այդ վերջանում է ինքը քրեական գործ չկա։ Հիմա կապ չունի, եթե մի հատ խախտում եղել է, մի գաղտնալսումը սխալ ձևի է կատարվել, կամ կրկնակի քննություն չի արվել, կամ մի բան ֆալսիֆիկացիա արել, մի հաստարկ ավել է արվել, ամբողջ քրեական գործը ինքը առ ոչինչ է դառնում։ Մեխանիկորեն ինքը չի կարա։ Ես ավունն եմ ասում, թունավոր ծառի պտուղները թունավոր են։
Եթե դու թունավոր տեղից ես սկսել, թունավոր բան ես արել, նույնիսկ եթե հանցագործի ապացույց չես գտնում, դու ապացույց ես ստեղծում, դա էլ է հանցագործություն, այսինքն, եթե դու չես կարողացել ապացույց գտնել, այդ ապացույցները դու վերցրել ես, չգիտեմ, օդից դրել ես քրեական գործի մեջ, դու արդեն առ ոչինչ է դառնում, որովհետև դու չես կարողացել գտնել այդ ամեն ինչը։ Դրամասին ես երկար կարող եմ խոսել, չեմ ուզում եմ սահմանափակել, մի նախադասություն մենակ ասեմ, մեր քրեական դատավարության օրենսգրքում, որի մշակմանը ես երկար տարիներ մասնակցել եմ եւ ընդունվեց 4-5 տարի առաջ, 10 տարվա մշակված, այնտեղ մենք առանց փորձում ենք այս սկզբունքը ներառել, ամբողջությամբ չի հաջողվել, բայց կալանքի մասով հաջողվել է։ Եթե օրինակ խոշտանգման էլեմենտ կա, ծեծի միջոցով բանը։ Չէ, ցուցմունքը մի կողմ։ Խոշտանգման էլեմենտ ես դու տեսնում, անկախ նրանից բոլոր մնացած հիմքերը կան, չկան, ծանրագույն հանցագործության մեջ է մեղադրվում, թե չէ, անմիջապես անձին ազատ արեցին։ Կալանքը որպես այնց բուն կալանքի այլ ոչ թե վերջնական, այո, հենց կալանքի։ Կամ եթե անմիջականորեն ցակած կասկածի հիմքով են անձին ձերբակալել, բայց դու ցույց ես տալի, որ իրանք վաղուց ունեին այդ կասկածը, անմիջապես պետք է բաց թողեն անկախ ամեն ինչից, դա փոքր դրսևորումներ եւ կարող եմ ասել, որ դրանից ավել գնալ այսօրվա մեր համակարգում մի քիչ դժվար է։ Բայց օրինակ ես մասով ես մի հարց Բայց պետք է։ Կալանքը գնահատել որպես խոշտանգում, հակառակ կողմը, մեղադրող կողմը բերելու է հետեւյալ ստանդարտ Կալանքը չգնահատել է որպես խոշտանգում։ Մարդուն տանում են դատավորի առջև ծեծված ու չեն կարողանում բացատրել որտեղից։ Վերջ, պիտի բաց թողես։ Էս է գալու։ Հա, ինձ թվաց որովհետև այս բուն կալանքը որպես մարդուն Չէ, դա չէ, այդ դեպքում ունեմ կալանքը որպես բան չէր լինի։ Բայց եկեք Լևոնի հարցերը ինձ շատ դուր եկալ, շարունակենք։ Իմ հարցերից։ Չէ, թեմն իհարկե, բայց Լևոնի հարցերը այդպես մշակված հարցեր են, էլի ավելի Բայց պատրաստված եմ։ Հա։ Այս մեկը հարց չի, բայց մի հատ sense հոդված կարդացի առավոտում, Արամ Աբրամյանն եկել մի քանի օր առաջ։ Երբ Հերման Գյորինգին դատում են պատերազմից հետո, երկրորդ համաշխարհային, իրեն մեղավոր են ճանաչում բոլոր հոդվածներով, դատապարտում են մահապատժի, ինքը ինքնասպանություն է գործում, բայց ինքը ինչ ասում իր վերջին ճառում, ասում է հաղթողը միշտ դատում է, պարտվողը դատվում։ Հիմա երբ կան հաղթողներ եւ պարտվողներ, երբ կա, ասենք, պայմանական ավտորիտար իշխանություն կամ իշխանություն եւ այսպես ասած հակառակորդներ, ովքեր դատում են, ռոմանտիզմ չի այդտեղ արդարություն փնտրելը։ Ռոմանտիզմը միանշանակ եւ ես որպես մարդ, որը զբաղվում է նման գործերով, կարող եմ ասել, որ մենք ոչ թե փորձում ենք, չէ, ռոմանտիկներ կարող ենք, բայց մենք չենք փորձում։ Այսինքն մենք հասկանում ենք, որ մենք շատ դեպքերում հնարավորություն չունենք։ Չէ, ասեմ ինչի։ Առաջի հասկից դες կարող է թվալ, բայց ասեմ ինչի։ Նախ երբեմն լինում են զուգադիպությունների այսպես մի քանի զուգադիպություններ, որոնք ասպասելի արդյունք կարող է տալ։ Ես կարող եմ նույնիսկ օրինակներ էլ բերել, հա։ Ինչ որ մի բաներ են լինում, որ մեկ էլ հասկանում ես, հետո ես հասկանում ինչ եղավ, այստեղ խնդիրը որն է, մեր համակարգային կռիվ է միշտ լինում, ինչքան ավտորիտար է լինում երկիրը, այնքան բանի առաջնորդի բարեհաճության համար ներ կուլիսային պատերազմներ է գնում։ Եվ երբեմն մարդիկ իրար պատնոշկա են տալիս։ Դա ճակ չի, դա քաղաքական առումով շատերը ճակ են համարում, բայց իրար պատնոշկա են տալիս, որ ասեն, տեսեք, այս հանձնարարությունը չկարողացավ նա կատարել։ Այստեղ մեր ապարատային խնդիրը ավելի շատ։ Ուտեն օգտվում են մարդիկ երբեմն։ Բայց արդյոք այդ կաթիլը, որ հիմա դուք գործ եք անում, ինքը ինչ որ ձևի օրինաչափություն, ինչ որ բան տալիս է արդյունք, որ Դե ես հիմա օրինակ եմ բերում, ասում եմ երբեմն ինչ որ հանգամանքների բերումով կարող ես դու ստանաս արդյունք ու զարմանաս, հետո հասկանաս, որ ինչ որ ներ ապարատային ինչ որ կռիվ էր։ Կամ ուղղակի գեոպոլիտիկ ինչ որ։ Չէ, գեոպոլիտիկ հերո չգնանք։ Ես իրական օրինակներից եմ ասում։ Ուզի ինքը ավելի լավ է երևա։ Ինքը փորձի, որ ասի, որ գիտես ինչ կա, ես նայեք, ես այս մարդը չեմ։ Մեկ լինում է, մեկ շատ գնալով ավելի քիչ, հնարավոր է լինում մարդկանց խղճի վրա ազդել։ Դա էլ է լինում, բայց շատ ավելի քիչ։ Ես հիմա իրական բաներն եմ ասում, այդ որ հարցը ռոմանտիկ է թե չէ, ռոմանտիկ չենք, որովհետև մեկ, երկուսը հազվադեպ բայց խղճի վրա ազդել լինում է։ Երրորդը պատմության համար է սա պետք։ Այդ ամեն ինչը պետք է հնչի։ Չորրորդը,
Այդ մարդիկ չպետք է շանս ունենան վաղը մյուսօր ասեն, բա ասեիք, բայց փաստարկը բերեք այս մարդուն։ Եվ վերջապես 5-րդի վերջո կան Հայաստանից դուրս նաև ացաններ, որոնք պահանջում են, որ դու ներպետական բոլոր ացանները սպառես, փաստարկները բերես եւ մի հետաքրքրություններ չեմ տա, մի շատ հայտնի դատավորի դահլիճում, որի վճիռները 100% ճշգրտությամբ են, միշտ լինեն, մենակ չէ, մի քանի ընկերներ այդ անդադ ասում են, գիտեք, ասում եք, մենք գիտենք արդեն, որ դուք վճիռը կայացրել եք, եւ այն ամեն ինչը ինչ որ հիմա խոսում են, ձեր համար չի վերաքննիչ դատարանի համար, ոչ ռաբեկ եւ մի անգամ չասես, չէ, ես ախր անկողմնակալ դատավոր եմ, ինչի մասին է խոսքը, բնականաբար սուրպրիզ չեղավ։ Այսինքն ի վերջո բարձրացանների գործոնն էլ էստեղ կա։ Հա, բայց այսքանը։ Մի հարց, եթե մենք ընդունում ենք, որ այդ համակարգը ինքը ուղղորդվում է, հա, ինչ տարբերություն առաջին այդյան, թե վերաքննիչ կամ վճռաբեկ։ Չէ, ինքը ֆիքսվում է, նայ, ավելի ինձ եթե պատմության համար ես համաձայն եմ, բայց իրական բարքալինում ոչ բոլորին է հնարավոր։ Դա սկսենք ոչ բոլորին է հնարավոր։ Ոչ բոլորին է։ Այսօր անգամ մենք չենք կարող ասել, որ տոտալիտար համակարգ է ձևավորվել, բոլորը չէ։ Ես վերեցի, չէ, ինչ որ պայմանական երկրի օրինակը, պայմանական 30 դատավորից պայմանական 2-ը։ Երբեմն լինում են իրավիճակներ, որ այդքան հեշտ չի լինում, որտեղ մարդիկ հասկանում են իրանք են ստորագրություն դնողը։ Ի վերջո որևէ մեկը, ով որ ստորագրություն է դնում, իր պատասխանատվությունն է, չափաբաժին կա, ինչ որ բաներ կա, որ մարդիկ չեն կարող անել։ Երբեմն տեսնում ենք, որ մարդիկ փորձում են կոմպրոմիսներ գտնել, այսինքն փորձում են մասնակիորեն բավարարել, բայց նաև մասնակիորեն կուշ լինեն վայրերի եւ ի վերջո այս ամեն ինչը էլի աստվածաշնչից խոսենք, այն հայտնի անիրավ դատավորի առակը, որ առընթադ այրին գնում է եւ առընթադ դատա պահանջում եւ վերջը հոգնածնում է դատավորին, ասում է լավ դե արդեն հոգնածրեց հայր ու դատը տեսնեմ։ Այսինքն նաեւ հանրային կարծիքն է այստեղ կարեւոր։ Եվ երբ որ իշխանությունները տեսնում են սա, ասեմ, էլի ինչ որ մի պայմանական երկրում, որ ինչ որ մի ընդդիմադիր բաբլից դուրս եկավ պատմությունը, իրանք լուծումներ են տալի։ Դրա օրինակները կան։ Օրինակ մի կին քաղբանտարկյալ կար, որի հարցը լուծվեց եւ ընդհանրում իրանց նախաձեռնությամբ։ Եվ այլն, լավ։ Վերադառնանք Լևոնի հարցերին։ Եվս մեկ հարց եւ հա։ Լավ, դե եթե դեպքում ընդամենը մեկ հարց, եկեք, ասում եմ, որ վերադառնանք ի շրջանս յուր։ Էլի գանք այդ հասարակության ներքին ապրումներ։ Ինչն է մարդու համար ավելի վախենալու կամ վտանգավոր կամ ցավեցնող sense հարց ձևակերպում, պատժվելու վախը, թե խղճի խայթը կամ այդ ներքին արժեհամակարգի հարց է։ հասարակության թե ոնց է ձևավորվել այդ հասարակությունը։ Չէ, բայց կարևոր բան ասում, մարդուց էլ է գալի, այսինքն խղճի օրինակ Դաստոևսկին ցույց է տալի, ոչինչ եւ պատիժը պարզ է, բայց դա Դաստոևսկին է։ Դե պետք է Դաստոևսկի լինես, որ պետք է Դաստոևսկի լինես, որ այդ հարցը կոմոդ 100%-անոց ճիշտ պատասխան ունենա։ Նոր շրջանի ինչ որ Դաստոևսկի ես կուզենայի որ հայտնվեր եւ գրեր մի երևույթի մասին, որը ես գրականության մեջ կարծում եմ կլինի, բայց ես չեմ տեսել, բայց կյանքում շատ հաճախապատում ու շատ տիպական է։ Այն որ միշտ վաղվա մասին են մարդիկ։ Միշտ լավատեսությամբ են վերաբերվում իրենց ճակատագրին, ասում են ոչինչ։ Ես վատ բան եմ անում, բայց ինչ որ մի հրաշքով ես պատասխանատվությունից կխուսափեմ, այ որովհետև ես փիսիկներին կերակրում եմ, այ որովհետև ես 1000 դրամ ուղարկեցի ինչ որ մի հիվանդ երեխայի համար։ Այստեղ մի նրբություն կա, պետք է հասկանալ էլի, այստեղ սա ինչ որ վատ բան է ինձ թվում է, էլի։ Այսինքն սեփական խղճին կաշառելու երևույթը ինձ թվում է ավելի խորը ուսումնասիրման կարիք ունի, որ հիմա շատ տարածված է, որովհետև այդ խղճի դեմ գնացող արարքների ինտենսիվությունն է մեծանում։ Բայց մարդիկ բոլորիս մասով, ես չեմ ուզում ինչ որ տարանջատեմ, սա մարդ արարածի խնդիր է։ Մարդ արարածը գնալով ավելի շատ գայթակղությունների է ենթարկվում, որովհետև այս թվային հասարակություն, այս շատ ավելի մեծ հնարավորություններ, նյութականի, այսինքն շրջապատն է դառնում ավելի տոքսիկ եւ դու այդ գայթակղություններին տրվում ես, բայց փորձում ես անընդհատ խիղճդ ասեմ ավելին կաշառել։ Այդ նույն մարդկանց դու կաշարման այդ process-ում, այդ նույն մարդկանց այնքան է զբաղացնում, որ իրանք ժամանակ չունենան ներքին երկխոսությանը։ Այդ էլ երկրորդ խնդիրն է։ Սա ֆանտաստիկ բան է։ Հա։ Քեզ չեն թողում դու մի օր, որովհետև հանուն արդարության երբ ենք թող մարդիկ հիշեն, երբ վերջին անգամ 1 ժամ
իրանք ասեք տանը կամ սենյակում մենակ մնացել։ Առանց հեռախոս, առանց ջիկ, առանց չգիտեմ համակարգչի կամ Պարտասիկ բան է, հա։ մի հատ ով էր ասել, այս թեման քննարկենք։ Ասма քո հայլու մեջ քո աչքերի մեջ նայելը ամենադժվար բանն է։ Մոտավորապես մարդիկ 1 րոպեից ավել կարող են իրենք իրենց աչքի մեջ նայել, դա արդեն բավական բան ասում են ասում։ Այդ 1 րոպե քո հայացքի մեջ կամ 1 ժամ, կես ժամ փոստու հետ մենակ մնալու մեջ է բոլոր դևերը ի հայտ են գալիս։ Հա, համաձայն եմ։ Ուզում ես այս սիրուն նոտայով էլ ավարտենք, որ մենք կարողանանք Եկեք այդ Դաստայևսկիի խոսքով, որ ասում է իմ հոգու մեջ դևերը եւ հրեշտակները կռիվ են տալիս, ասենց հիմա ոնց որ թե հասանք այդտեղ, բայց տեսանք որ հիմա դաղալություն են անում, էլի հրեշտակներին խաղային ժամանակ չեն տալիս։ Շնորհակալ ենք այսօրվա համար, ինչ ասեմ, Ռուբենին շատ շնորհակալություն ամեն ինչի համար։ Մերսի, Ես եմ շնորհակալ։ Ժամանակ գտար SS քաղաքականապես այս դժգույն, դժբախտ իրավիճակում ժամանակ գտար։ Բայց ես առաջարկում եմ մի այսպիսի վերջում մի բլից հարց տակ ձեր բոլոր հյուրերին։ Ամեն մեկը թող մի գիրք խորհուրդ տա կարդալու։ Շատ չէ։ Այո։ Պայտակ մտքով ասած։ Շատ սիրուն է։ Ես խորհուրդ եմ տալի հատկապես այս օրերին։ Չէ։ Ոչ թե Դերենիկ Դեմիրճյանի, այլ Երիշեի, Վասն Վարդանա եւ Հայոց պատերազմին վերընթերցել, եթե ոչ ընթերցել։ Հավատացնում եմ, որ բոլորովին խորհուրդը ինձ է։ Չգիտեմ։ Ինձ էլ է։ Չգիտեմ։ Էս է իմ խորհուրդը։ Ինչ որ մի գրականություն կտա։ Այս առաջարկներ է։ Շատ գեղեցիկ առաջարկ է։ Մերսի շատ։ Եղավ, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մերսի։ Հաջողություն։